Երկուսին ներկա էի, դե երրորդը փակ է, ներկա չեմ։ Չգիտեմ, ես համակարգից ոչ մի լավ բան դեռ չեմ սպասում։ Աստված տա գոնե երրորդը լավ վերջել է։ Առհասարակ, որ ընդդիմադիր գործիչներին տանում են այսպես կալանքների գործերը ձեզ արդար են, իրավական են թե Շատ ամենաարդար գործերը դրանք են։ Բայց եկա տերորիստներին բռնել են, բա չդատեն։ Սրբազանին չեք տեսել, ինչ տիպի բան ահաբեկիչ է։ Դե վախկոտ մարդու դրսևորումը, ուժեղ մարդկանց մեջ միշտ վախ է տեսնում եւ փորձում է վնասազերծել, սա նորմալ դրսևորում է։ Պարոն Ամալյան, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ վեհափառ հայրապետը չի օրնելու, այսպես ասած, ազգային ժողովի առաջին նիստը, Փաշինյանը գերադասել է կարգալույծ եպիսկոպոսի, ինչ կասեք այս մասին։ Այնքան բան կա ասելու, որ եթերային չի։ Դե նախ առաջին անգամ մեր առաջնորդ կոչեցյալը Հլենայի կողան։ Արդեն որ նայում ես ոչ մի զարմանալու ուրիշ բան չի։ Գիտեք ինչ, բառակույտ ասելը դեռ միտք եւ խոսք չի։ Իսկ այդ մարդը ֆիզիկապես ենթակա չի որևէ տրամաբանական նախադասություն ձևակերպելու։ Ինչ ենք ուզում սպասել իրենից։ Եվ ինչ որ կատարվում է օրինաչափը։ Միայն օրինաչափը մի օրինաչափություն կա, որ դեռ այդպես չի, զարմանում եմ, որ այսքան համախոհ մարդ ինչու են դուրսը, ինչու մնացածին էլ չի բռնում, որովհետև ես այլ բան իրենից չեմ սպասում եւ ասեմ, ոչ մի երևույթից արդեն սկսել եմ չզարմանալ, որովհետև ցավոտ իրականությունն է, բայց սա գիտեմ, որ բոլոր գիշերները լուսաբացով են ավարտվում։ Սա երկար չի մնալու, այս իրականությունը։ Ինչպես կփոխվի Աստված գիտի։ Ձեզ նաև չի զարմացնում, որ Փաշինյանն այսօր ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել իր կատարած սահմանազատման մասին։ Նախ այդ սահմանազատման մասին դուք ինչ կարծիք եք եւ եթե ֆիլմ նկարի, դա դրական, այսպես ասած, կողմով ահա ցույց տալու եւ պատերազմ պարտված ղեկավարը փաստորեն դա իր կատարած սահմանազատումը ներկայացնելու։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ուղղակի որպես քաղաքացի, ոչ թե այդ երկհան վաստակավոր բան, այդ ամբողջը թողենք, որպես հայ քաղաքացի։ Մի քիչ էլ երևի այն կողմից, որ նաև ինքս եմ մասնակցել, որդի եմ փորձել, ընկերներ եմ փորձել։ Ուզում եմ ուղղակի Նիկոլ Փաշինյանի գոնե մի անգամ որպես մարդ դիմել եւ ասել, որ ոչ, դեր գոլեգան է։ Ուզում եմ մեկ անգամ որպես մարդ իրեն դիմել եւ ասացից գիտեք ինչն է, Նիկոլ, եթե այսօր պատերազմ չի, դա նրանից չի, որ դու խաղաղություն ես կնքել, դա նրանից է, որ արտաքին քաղաքական ուժերին պետք չի, որ այսօր Ալիևը հարձակմանաց։ Եվ եթե դու շատ ուզենաս կամ այստեղ օգնությունները այդպես չլներ, ինչպես դու էիր ասում, պատերազմ չէր լինի։ Իսկ եթե Ալիևը որոշի հարձակվի, քո մռնչոցից չի վախենալու։ Ցավոք սրտի այդպես է։ Իսկ այդ ֆիլմի գաղափարի մասին ինչ կասեք։ Ես պիտի գաղափարը արտահայտողը որևէ գաղափարական հնարավորություն ունենա, որ որևէ գաղափարի մասին գաղափար խոսեմ։